Ողջույն Civilnet podcast-ի հյուրը Newmeg հրատարակչության գործադիր տնօրեն Արտակ Ալեքսանյանն է, բարև ձեզ Արտակ, շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Խոսելու ենք Newmeg-ի նոր նախաձեռնության մասին, փակ ինտելեկտուալ գրքասերների ակումբի բացման մասին։ Մանրամասները դուք ընթացքում կներկայացնեք, բայց ես ուզում եմ, որ մենք անդրադառնանք նաև փորձենք նաև անդրադառնալ այսպես հրատարակչության ոլորտի խնդիրներին Հայաստանում եւ գուցե հենց Newmeg-ի մասին խոսել, այսինքն միայն մեկ թեմայի վրա չկենտրոնանալ։ Ուզում եմ սկսենք այն կետից, թե արդյոք Newmeg-ի հրատարակած գրքերի մեծամասնությունը բեսթսելերներ են, թե ոչ, եւ եթե այո, կարելի է ասել, որ Newmeg-ը մի փոքր ավելի կոմերցիայի մասին է, քան արվեստի։ Հասմիկ շնորհակալ եմ հրավերի համար, եկեք ամենասկզբից Newmeg-ը անկախ հրատարակչություն է, մենք չունենք դոնորներ, չունենք հովանավորներ, եւ Newmeg-ը պրոֆեսիոնալ հրատարակչություն է, ոչ թե այսպես կոչված խառը տեսակի բիզնես, հետեւաբար մենք չունենք տպարան եւ չունենք գրախանութ, մենք ստեղծում ենք գրքեր, ուղարկում ենք տպարան, որին վճարում ենք, հետո ուղարկում ենք գրախանութներ եւ գրախանութների վաճառքից գոյացած հասույթով կարողանում ենք շարունակել մեր գործունեությունը։ Այդ իմաստով Newmeg-ը կոմերցիոն հրատարակչություն է, բայց կոմերցիոն հրատարակչությունը այն պարզ պատճառով, որ մենք չենք կարող հրատարակել գրքեր, որոնք չվաճառվեն։ Այսինքն ես չեմ կարող ինձ թույլ տալ միայն այն պատճառով, որ հեղինակը իմ ընկերն է, խնամի ծանոթ բարեկամ, այդ ԽՑԲ անվանակարգում ցանկացած հեղինակի գործ միայն այն պատճառով, որին ես ճանաչում եմ կամ լավ եմ վերաբերում, այդ պատճառով իր գիրքը հրատարակել, որովհետև դրանք շատ մեծ ֆինանսական ռիսկեր են, հետևաբար ասել Newmeg-ը կոմերցիոն է, բայց սովորաբար մեր ընկալումներում կոմերցիոնը միշտ մի տեսակ բացասական իմաստ կամ տողատակ ունի, մի քիչ էլ ավելի վուլգար, չէ, Newmeg-ը ամեն ինչ հրատարակում է եւ դասականների է հրատարակում եւ ժամանակակից գեղարվեստական գրականություն եւ նաեւ ժամանակակից ոչ գեղարվեստական գրականություն, օրինակ non-fiction, բայց մեկ վերապահումով մենք պետք է վստահ լինենք, որ գիրքը ունի ընթերցող եւ գիրքը ունի վաճառքի պոտենցիալ, որովհետեւ Newmeg-ը այլ ձև քան իր գրքերը իրացնելու չունի։ Լավ, այդ դեպքում կարելի է ասել, եթե կոմերցիոն բաղադրիչի սկզբանե բացակայեր, ենթադրենք, թե Newmeg-ը լիներ ձեր հոբին, ազատ ժամանակվա զբաղմունքը, այդ քանակի մոտիվացիոն գրականություն կլիներ։ Ի սկզբանե Newmeg-ը եղել է իմ հոբին։ 2018-ին, երբ որ մենք սկսեցինք, մենք փորձեր էինք անում, էքսպերիմենտներ, թե արդյոք կարողանանք մեր ուժերը փորձել հրատարակչական ոլորտում։ Եվ այդ ժամանակ մենք որոշեցինք, որ պետք է առաջնորդվենք մեկ պարզ կանոնով։ Մենք կհրատարակենք այն գրքերը, որոնք կուզենայինք մենք ինքներս գնել, եթե տեսնենք գրախանութում։ Իսկ դուք կարդում եք Newmeg-ի հրատարակած գրքերը։ Բոլորը, բայց մինչև հրատարակումը։ Հա։ Լավ։ Ես Newmeg-ի գրքերը կարդում եմ մոտ 3 անգամ բնօրինակով, թարգմանությունից հետո եւ վերջնական PDF ֆայլը, որ գնա տպագրել։ Դա բոլոր գրքերին է վերաբերում։ Newmeg ամսագիրը ի սկզբանե ավելի շատ գլամուրային բովանդակության էր, անցումը գլամուրից ավելի ինտելեկտուալ ու գեղարվեստական ժանր սահուն էր, թե այդ հեղինակությունը որպես գլամուրային մի փոքր բարդացրեց ընթացքը։ Անկեղծ ասած, ես այդ թույլ տվեք չհամաձայնել, որ Newmeg ամսագիրը գլամուրային էր։ Այո, մենք ունենք շատ կանչող շապիկներ, բայց Newmeg-ի բովանդակությունը որպես ամսագիր մենք դիրքավորում ենք որպես սոցիալ-քաղաքական կամ հանրային հետաքրքրություններ ներկայացնող։ Մեր մոտ գրում էին օրինակի համար սյունյակներ, նախկին վարչապետերը, նախարարներ, հայտնի ազդեցիկ դասախոսներ ու մտածողներ։ Հետևաբար Newmeg-ը ավելի շատ New Yorker-ի տեսակի ամսագիր էր, իսկ New Yorker-ին դժվար այսօր անվանել գլամուրային։ Հետևաբար շատ բան չփոխվեց բովանդակության իմաստով, այսինքն այն բոլոր հարցերը, որոնց մասին որ մենք բարձրաձայնում ենք Newmeg ամսագրում, հետևաբար դրանք արդեն գրքի տեսքով իրենց շարունակություն ունեցան որպես հրատարակչություն։ Բայց երբևէ այդ մտավախությունը չեք ունեցել, որ մյուս հրատարակչությունների, ավելի հին հրատարակչությունների այսպես շարքում ինքը մի փոքր կարող է խոցելին լինել գեղագիտական արժեքի տեսանկյունից գրքերի։
Ամենևին, որովհետև ցանկացած հրատարակչություն ունի կատալոգ գրքերի։ Մենք արդեն 7 տարվա ընթացքում հրատարակել ենք 220-ից ավելի գիրք։ Եվ դրա այդ գրքերում կան եւ բարձրարժեք գեղարվեստական արժեք ներկայացնող գրքեր, եւ բեսթսելերներ, եւ բելետրիստիկա, եւ թրիլերներ, եւ մանկական գրականություն։ Այն, որ մենք ամենաերիտասարդն ենք դաշտում, դա ամենևին չի նշանակում, որ կարող ենք մեր չունենալ ցանկություն մրցել մյուս հրատարակչությունների հետ։ Լավ, վերադառնանք ինֆորմացիոն առիթին, որի համար հավաքվել ենք։ Նյումեգը բացվում է փակ ակումբ գրքասերների համար եւ ձեր ձևակերպմամբ մտածող մարդկանց հավաքվելու վայր է լինելու։ Այս ձևակերպումը մի փոքր էլիտիստական չէ։ Որն է զտիչը, ոնց ենք որոշում։ Նախ ամենևին փակ ակումբ չէ։ Ամենևին ցանկացածը կարող է միանալ ուղղակի վճարի դիմաց։ Հետևաբար այն փակ չէ, այն սահմանափակ է 100 մարդու համար։ Ինչու ենք որոշել 100 մարդու համար, որովհետև ինքը ուղղակի գրքային ակումբ չէ։ Մարդիկ գալու են այստեղ ոչ միայն գրքեր քննարկելու, այլև դասախոսություններ լսելու, վարպետության դասերի մասնակցելու փառատոներին։ Հետևաբար ինքը որոշակի առումով ակումբ է, որտեղ մարդիկ հավաքվելու են, որպեսզի ստանան նոր գիտելիք եւ ինտելեկտուալ բովանդակություն։ Այսինքն ընտրություն լինելու է մասնակիցների։ Ամենևին, ով վճարում է նա է մասնակցում։ Իսկ եթե գերազանցի 100-ը ցանկացողների թիվը փակ է լինելու ցավոք սրտի, ասեմ ինչու համար։ Ըստ հերթ, այսինքն ով հասցնի։ Այո, ամերիկացիների ասած first roll in, այսինքն ով հասցնի այդ 100-ի մեջ տեղավորվի, մոտ հիմա արդեն մնացել է մոտ 30,000 տեղ, 70-ը լրացված է։ Ինչու ենք սահմանափակել 100-ով, որովհետև քանի որ ինքը մեծ նախաձեռնություն է եւ մենք մեր վրա վերցրել ենք հավակնոտ ծրագրեր, որպեսզի ակումբը կայանա որպես միավոր, ապա կուզենայինք 100-ով սահմանափակվել, որպեսզի մատուցել որակյալ ծառայություններ, հետո երբ որ արդեն տեսնենք, որ ակումբը կայացած է, իրենք կմասշտաբայնացնենք։ Այս դեպքում ստացվում է, որ ակումբին կարող են անդամակցել մարդիկ, որոնց օրինակ դուք ամենևին մտածող մարդ չեք համարում։ Այո, կա այդ ռիսկը, բայց մյուս կողմից հենց դրա պատճառով այն վճարովի է։ Ակումբի սովորաբար անդամակցում են մարդիկ, որոնք գիտեն ուր են գալիս եւ ինչի համար։ Փողը ամենակարևոր ֆիլտրն է։ Այն իմաստով, որ եթե սա ուղակի լիներ վճարովի ակումբ, գուցե ունենանք այդ մտայնությունը, բայց երբ որ դու վճարում ես, դու ուզում ես, մենք հատուկ դարձրել ենք վճարովի, որպեսզի մարդիկ մի քանի անգամ մտածեն միանալու համար։ Միանան նրանք, ովքեր իսկապես մոտիվացիա ունեն հայտնվելու մի ակումբում, որտեղ մարդիկ խոսում են խելացի թեմաներից, ստանում են նոր գիտելիք, փոխանցում են նոր գիտելիք։ Այդ իմաստով միակ այսպես կոչված զտիչը դա է, այլ որևէ խտրական վերաբերմունք կամ այլ որևէ նախաընտրություն ակումբականների համար չկա։ Ձևակերպումը ինքնին մի փոքր այնուամենայնիվ խնդրահարույց չէ, մտածող մարդկանց, այսպես հավաքատեղի շատ է հնչում, միշտ առաջին դեմքով ենք ասում, մենք մտածող մարդիկ ու ովքեր են այդ մտածող մարդիկ շատ դժվար է հասկանալ, չափորոշիչներն էլ է դժվար հասկանալ, նաև գրականության ոլորտում։ Բոլորը կարծում են, որ իրենք այդ մտածող մարդկանցից մեկն են եւ իրենց իրենց շրջապատը մերձավոր, բայց խնդրահարույց է, մի քիչ սնոբիզմ կա այստեղ, չէ՞։ Հնարավոր է, գրքասերները սովորաբար սնոբեր են եւ ինտրովերտներ, մարդիկ, որոնք որ շատ չեն շփվում եւ որոշակի կարծիք ունեն իրենց եւ իրենց շրջապատի մասին, բայց մյուս կողմից սա ոչ թե հաջողախոսությունը Նյումեգին կամ ինքնագովազդ, այլ ճիշտ հակառակը առաջարկ բոլոր այն մարդկանց համար, որոնք որ ցանկանում են իրենց համարում են մտածող մարդ եւ ցանկանում են միանալ ակումբին։ Ճիշտ հակառակը, ես կարծում եմ, որ դա խրախուսող այդ տեսակի մարդկանց իրար մեջ գտնող առաջարկ է։ Մեր հասարակությունը հիմա շատ է բևեռացված, ինչպես գիտեք, եւ հատկապես քաղաքական թեմաներով բանավեճերը երբեմն կարող են անսպասելի ավարտ ունենալ։ Հետևաբար մենք ուզում ենք ստեղծել եւ ցանկանում ենք ստեղծել ակումբ, որտեղ մարդիկ ապահով կզգան, կլինեն քաղաքականությունից զերծ եւ կփոխանակեն գաղափարներով ու մտքերով։ Ամեն ինչ չէ, որ պետք է քաղաքականացվի։
Ամեն ինչ չէ որ պետք է քաղաքականացվի, բայց հանգամանքների բերումով մեծամասնությունը հասարակության քաղաքականացված է եւ այդ բևեռայնացումը, որ կա Հայաստանում, դրա ավելի փոքր մասշտաբը լինելու է ենթադրել կարելի է, որ լինելու է նաեւ այդ ակումբում, որտեղ կարող են լինել բևեռայնորեն քաղաքական տարբեր դիրքորոշում ունեցող մարդիկ ու նույնիսկ փոքր ակումբում կարող ավելի սուր դրսևորվել։ Այո, դրա համար մենք հնարավորին չափով կառավարելու ենք, որպեսզի քաղաքական թեմաներ չլինեն, որովհետև քաղաքականությունը ամենուր է, երթուղային տրանսպորտից մինչև մեր ընտանիք, աշխատավայրից մինչև ժամանց։ Հետևաբար հենց նպատակը դա է մարդկանց առաջարկել մի բան, որը մի քիչ ավելի երկարատև է, մի քիչ ավելի խորն է, գուցե ոչ այնքան կապ ունի այսօրվա մեր զարգացումների հետ, բայց գլոբալ իմաստով շատ ավելի երկարատև օգուտ կարող է բերել։ Օրինակի համար մենք բոլորս խոսում ենք այն մասին, որ մենք գտնվում ենք կոնստանտ ստրեսի մեջ, եւ նաեւ հետ տրավմատիկ ստրես ունեն շատերը եւ հասարակությունը տիրում։ Հիմա արդյոք պետք է խոսել այդ մասին, ինչպես կառավարել սեփական տագնապները, ինչպես կառավարել սեփական վախերը, կամ ինչպես հարաբերություններ կառուցել մարդու հետ, որը այդպիսի սինդրոմով է տառապում։ Դրանք հարցեր են, որոնք որ հնարավոր է որ փակ խմբում քննարկել, բավականաչափ ազատ, անկաշկանդ եւ իմանալ մի բան։ Մենք հիմա երկու հիմնական այսպես կոչված հանրային տրենդ կա։ Առաջինը նա է, որ բոլորը ցանկանում են խոսել եւ ոչ ոք չի ցանկանում լսել։ Անկախ նրանից ով է, քաղաքական գործից մինչև Facebook-յան օգտատեր, բոլորը ցանկանում են ինքնահարտահայտվել։ Մեր ակումբում մենք նաև լսելու ենք մարդկանց, որովհետև մենք կորցել ենք լսելու կարողությունը, տեսնել թե մարդը ինչ է ասում, ինչ փաստարկներ է բերում։ Երկրորդ ամենակարևոր բանը, մենք հետ ենք վարժվել քաղաքակիրթ զրույցից։ Երբ որ կարող ենք պայմանավորվել, կարող ենք համաձայնել, որ մենք իրար հետ անհամաձայն ենք։ Հետևաբար սա փոքրիկ ակումբ է, որը հուսով եմ արդեն տարիների ընթացքում կմեծանա, որտեղ մարդիկ չեն գալու, որպեսզի ապացուցեն, որ դիմացինը սխալ է։ Եվ ոչ էլ գալու են, որպեսզի ապացուցեն իրենք ճիշտ են։ Որովհետև դա կարելի է պայմանավորվել զրույցի առաջի 10 վայրկյանին։ Դրանից հետո, որքան լրջմիտ, խորաթափանց ու հետաքրքիր կլինի զրույցը, դա արդեն կախված է հենց ակումբականներից։ Ես կարծում եմ, որ այս տարբեր կարծիքների բախման սցենարը մի անգամ մի քանի տարի առաջ տեղի է ունեցել, արդեն եթե չեմ սխալվում 2 տարի առաջ էր Ֆրանկֆուրտի գրքի միջազգային փառատոնի ժամանակ բանախոսներից մեկը արձակագիր Արմեն Հայաստանցին էր եւ էլի բանախոսներ կային հայ հեղինակներ, խոսքը գրական նարատիվները փոխելու մասին էր, զոհի կերպարից դուրս գալու եւ եթե չեմ սխալվում ավելի այսպես խաղաղասիրական տեսանկյունից Հայաստանը ներկայացնելու ու էլի եթե չեմ սխալվում դուք այդտեղ հակաճառեցիք դուք բանախոսների շարքում չէիք հանդիսատեսի շարքում էիք եւ այսպես կարծիքների բախում տեղի ունեցավ ձեզ դուր չեկավ այդ ձևակերպումը այդպիսի մի բան եմ հիշում Գիտեք հարցը դա չէ շատ սովորական աշխատանքային ուզում եմ ասել այդ ձեր ոլորտում այդ բախումները ինչքան հաճախ են եւ հասնում է արդյոք մի կետի երբ դուք ասում եք որ այս գրողի հետ ես երբեք չեմ համագործակցի Ոչ, որովհետև ես կարծում եմ, որ շատ պարզ տրամաբանություն կա, մենք տպում ենք այն գրքերը, հրատարակում ենք այն գրքերը, որոնց հետ համաձայն ենք, կամ որոնք հետաքրքիր են, կամ որոնք արժեքավոր են։ Այլ բան է, որ հնարավոր է, որ գրողի վերջնական ուղերձի հետ ես համաձայն չլինեմ, բայց եթե դա ակնհայտորեն չի խախտում քրեական եւ քաղաքացիական օրենսգիրքը եւ այն արժեքային համակարգը, որ Նյումեգը հետևում է, ապա դա արդեն ճաշակի հարց է։ Ինչ վերաբերում է կոնկրետ ձեր մատնանշած Ֆրանկֆուրտի պանելային քննարկման տեղի ունեցած մտքերի փոխանակմանը ես դա եմ նորմալ համարում։ Ամեն մեկը իր կարծիքը կարող ունենա եւ կարող է ունենալ եւ ճիշտ հակառակը, որքան բազմազան լինեն այդ կարծիքները, որքան բազմազան լինեն մոտեցումները, այնքան ավելի բազմաշերտ գրականություն մենք կունենանք։ Մեր խնդիրը հետեւյալն է, որ մեզ անընդհատ թվում է, թե ճշմարտությունը մեկն է։ Մեզ անընդհատ թվում է, թե մեր ճշմարտությունը մեկն է։ Մինչդեռ ամեն սև ու սպիտակ չէ եւ ճիշտ հակառակը գրականությունը ճիշտ դրա համար է եւ այդ մասին է որ կյանքը ինչպես ճշմարտությունները դրանք բազմաշերտ են ու բազմագույն հետեւաբար ոչ թե պետք է դրանք զտել ու ոչնչացնել այլ ճանաչել ու սովորել ապրել դրանց հետ
Լավ, բայց միևնույն ժամանակ կարծում եմ, որ ակներևը գրականության հետ ժամանակակից հայ գրականության հաղորդակից մարդու համար ակներևը, որ հենց գրական եւ հրատարակչական ոլորտում էլի քաղաքական առումով ինչ որ պարակտում գոյություն ունի, ավելի քան երբևէ եղել է։ Համաձայն եք սրա հետ, թե չէ։ Ակներևը արդեն ես ինքս պատասխանեցի հարցին, թույլ տամ դուք ասեք։ Նայեք, կան գրողներ, որոնք ուղղակիորեն կապված են կրթության գիտության նախարարության դրամաշնորհային ծրագրերից եւ հետեւաբար նրանք որոշակի առումով պետք է գործող քաղաքական իշխանության կուրսի եւ փիլիսոփայության եւ գաղափարախոսության մեջ լինեն։ Կան գրողներ, որոնք փորձում են լինել անկախ, որովհետեւ վստահ են, որ իրենց գործերը վաճառվելու է անկախ նրանից ԿԳՄՍ-ն իրենց ինչպես է վերաբերում, թե ոչ։ Ես կարծում եմ, որ մեր երկիրը առանձնապես չի տարբերվում բոլոր մնացած երկրներից։ Հետեւաբար արդյոք քաղաքականացված են գրողները, այո, կան անդիմադիր գրողներ եւ անդիմադիր գրողների համայնք, կան գրողներ, որոնք հարում են այս իշխանությանը եւ համարում են այս գաղափարախոսությունը իրենց համար ընդունելի, կան այսպես կոչված անկախ գրողներ եւ կան նաեւ կոմերցիոն գրողներ, որոնք ընդհանրապես որևէ համայնքում չեն, լուսանցքային են եւ գրում են այսպես կոչված բեսթսելերներ։ Հետեւաբար այս ամբողջ ներկապանակ ավելի շատ խոսում է մասին, որ գրական դաշտը քիչ թե շատ գոնե կա երկրի մշակութային կյանքում։ Այլ հարց է, թե տարբեր դաշտերի գրողները որքանով են կարողանում ստեղծել որակյալ աշխատանքներ, որոնք կստանան միջազգային մրցանակներ, կթարգմանվեն տարբեր լեզուներով եւ ընդհանրապես գրականությունը որպես մշակութային արտահանման սուբյեկտ կարողանա Հայաստանը իրացնել։ Լավ, գուցե կրկնում եմ հարցը, բայց շատ կարճ ժամանակ էլ սրան հատկացնենք։ Հրատարակչությունը ընդհանրապես կարող է եւ պիտի չէ, կարող է հրատարակչությունը ծառայեցնել որևէ ուղերձ հղելու համար, այսինքն այդ գործունեությունը ազգայնական կամ լինի միլիտարիստական, թե պացիֆիստական, երբ որ ինքն իր հրատարակչությունը ծառայեցնում է այդ նպատակին, եւ դա նորմալ է։ Եվ հենց այդ պատճառով այս տարի մենք արեցինք մի բան, որ երկար ժամանակ այդ մասին խոսում էինք, մենք մեր կայքում դրեցինք Նյումեգ հրատարակության արժեքները։ Ինչի մասին է Նյումեգը։ Ինչ տեսակի գրքեր է հրատարակում, ինչ կարող են ակնկալել ընթերցողները, եւ որ ամենակարևորն է, ինչ չի հրատարակի Նյումեգը։ Ես կարծում եմ դուք միանգամայն իրավացի եք, երբ որ դուք ցանկացած հրատարակչությունից, որտեղ ինքը ոչ միայն բիզնես է, այլև մշակութային բովանդակություն ստեղծող, ակնկալում եք որոշակի արժեքային կոորդինատներ, որպեսզի հասկանաք, թե կոնկրետ այս հրատարակչությունը մեր հանրային մտքում, հատկապես այդ հրապարակում, որ դաշտն է, որտեղ է գտնվում։ Եվ եթե դուք նայեք Նյումեգի կատալոգին, եւ կարծում եմ շատ պարզ կլինի, թե որտեղ է Նյումեգը։ Լավ, ուզում իրավական դաշտին էլ անդրադառնալ հեղինակային իրավունքի խնդրին, գրքերի թվայնացմանը առանց հրատարակչության հետ համաձայնության եւ հետո գրական գործակալների հետ հարաբերություններում սա հավանաբար ինչ որ խզում է առաջացնում, պակաս ավելի քիչ են վստահում տվյալ հրատարակչությանը, հա, եթե առանց թույլտվության այդ տվյալ երկրում թվայնացվում է գիրքը, եւ նաեւ էլի իրավականի հատվածում կարող է տեղավորվել հարկումը երկրի ներսում, եթե չեմ սխալվում, գոնե մի քանի տարի առաջվա դրությամբ ավելացված արժեքի հարկը 20% էր Հայաստանում գրքի հրատարակման համար եւ փաստացի ավելի շահավետ էր հրատարակչի համար ներմուծել գիրքը, քան հրատարակել երկրում ու պատկերը ուրիշ էր հետխորթային մյուս երկրներում, շատ ավելի ցածր էր այդ հարկը ու դրան գումարած կար նաեւ եւ երևի դեռ կա ներմուծվող հումքի համար վճարվող դրույքաչափ, ինչ վիճակում ենք այս խնդրի առումով, սա լուրջ խնդիր է, սա լուծելի է, ինչ որ առաջընթաց գրանցվել է, թե չէ։ Դուք ձեր տնային աշխատանքը կատարել եք լավ։ Երկու հարցեր, առաջինը գրքահենությունը եւ երկրորդը հարկային դաշտը։ Գրքահենության հետ կապված բարեբախտաբար մեր միջազգային գործընկերները, օրինակ Penguin Random House-ը կամ Simon Schuster-ը հասկանում են, որ դա չի կարող լինել հրատարակչության մեղքը, եւ այդ առթով բարեբախտաբար մենք չենք ունեցել խնդիրներ։ Արդյոք մենք փորձում ենք դրա դեմ պայքարել, այո, հատկապես WhatsApp եւ Facebook-յան ու Telegram-յան խմբերում գիրքը սկան են անում եւ 200 դրամով վաճառում են։
մենք փորձել ենք դիմել ոստիկանություն, բայց ոստիկանության կիբերհանցագործությունների բաժինը գերծանրաբեռնված է այսպես կոչված ավելի ծանր հանցագործություններով, երբ որ անձի ինքնությունն են գողանում կամ բանկային տվյալները, հետեւաբար իրենք իսկապես ժամանակ չունեն։ Արդյոք պետք է այդ բաժինը մեծացնել, այո։ Այս պահեդրությամբ մենք հնարավորին չափով փորձում ենք զեկուցել այդ մասին բոլոր հնարավոր վայրերում, որտեղ դա հնարավոր է։ Եվ Telegram-ին ենք ռիփորտներ ներկայացնում եւ Instagram-ին, որովհետեւ շատ դժվար է բացատրել մարդկանց, որ մեկ գրքի արտադրության արժեքը մոտ $10,000 է։ Հետեւաբար դուք ոչ թե լավություն եք անում գիրքը անվճար կամ էժան բաժանելով մարդկանց, այլ դուք ոչնչացնում եք բիզնես, որը այլևս չի կարողանալու նոր գրքեր հրատարակել։ Երկրորդը միանգամայն իրավացի է, ցավոք սրտի ոչինչ չի փոխվել, 20% ավելացած արժեքի հարկը մինչև հիմա կա, եւ այո, օրինակ Վրաստանում դա 0 է։ Ավելին Ուկրաինայում նույնպես եւ ավելի շատ երկրներում ավելին Վրաստանում նույնիսկ տարեկան շահութահարկը չեն գանձում հրատարակչություններից։ Մեր մոտ ցավոք այս մասով բոլոր քննարկումները գալի հանգում են մի կետի, երբ որ կառավարությունը ուղղակի հրաժարվում է այդ հարկը հանելուց։ Եվ այդ պատճառով հրատարակչական բիզնեսը Հայաստանում բավականաչափ ծանր է, բավականաչափ դժվար եւ հենց դա է պատճառը, որ մենք փորձում ենք գտնել ուղիներ, որպեսզի լրացուցիչ եկամուտներ բերենք հրատարակչություն, որպեսզի կարողանանք գոնե մնալ ալիքի վրա։ Ժամանակին մարդու իրավունքների պաշտպանը գրասենյակը դիմել էր ֆինանսների նախարարությանը եւ հարկը վերացնելու վերաբերյալ եւ պատասխանը եղել էր այն, որ ոլորտի առաջխաղացումը չի կարող լինել հարկերի նվազեցումը, հակառակ դեպքում բոլոր ոլորտներում ուղղակի պետք է ամեն ինչից հարկը հանենք, բայց հրատարակիչները վստահ են, որ գիրքը հենց եթե գոնե մեկ բան պետք է լինի, որը պետք է ազատել հարկից, դա գիրքն է։ Նայեք, շատ դժվար է այս բանավեճում բացատրել, որ երբ որ հրատարակչությունը կամ հրատարակիչը փող է աշխատում, ինքը այդ փողը չի տանում եւ չի գնում նոր մեքենա, ինքը նոր գիրք է հրատարակում։ Երկրորդը հրատարակչությունը ուղղակի բիզնես չէ։ Հրատարակչությունը նաև երկրի մշակութային եւ կրթական կյանքի ամենակարևոր խաղացողներից մեկն է։ Եվ հենց այդ պատճառով օրինակ մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ որ հնարավորին չափով երկրորդելով հրատարակչությունների դերը դասագրքերի պատրաստման ամբողջ մեխանիզմում բերեց հանգեցրեց նրան, որ այսօր մենք ունենք երևի վերջին 30 տարվա մեջ ամենավատ դասագրքերը։ Ես ինքս ունեմ, իմ երկու երեխաները աշակերտ են, մենք սա մեր կապարանոց հայտարարություն չի, ես տեսել եմ երեխաների դասագրքերը, դրանք ուղղակի սոսկալի են, երբ որ դու նայում ես, որ չեն աշխատել մեթոդիստներ, բայց դրա անմիջական կապը, որովհետև ֆինանսավորման մեխանիզմը, մրցույթների հայտարարման մեխանիզմը, ժամկետները եւ պայմանները այնպիսին են, որ հրատարակչությունները չեն կարողանում ներգրավվել լավ մասնագետների, հետեւաբար ստեղծվում են արագ, փնթի, մեթոդական ձեռնարկները չանցած, հիմնականում տենց առաջի խմբագրում անցած դասագրքեր։ Էլ չեմ ասում, որ այդ տեքստերը բավականաչափ բարդ են։ Այդ տեքստերը անհասկանալի են։ Այո, եւ չի փոխվում։ Կարճ, այո կամ ոչ ընդհանրող պատասխան այս պայմաններում արդյոք կան հրատարակչություններ, որոնք վնասով են աշխատում կամ պատրաստ են աշխատել դրանով, այսինքն գրքի վաճառքը ինքնարժեքից ավելի ցածր է։ Ճիշտ եմ ասում ցածր։ Ցածր կամ մոտ 0-ին։ Գիտեք, տարբեր ֆինանսավորման մեխանիզմներ կան։ Այսինքն կան հրատարակիչներ, որոնք պատրաստ են ուղղակի հանուն ինչ-որ առաքելության շարունակել վնասով հրատարակել եւ հրատարակիչների մեծ մասը ունի տպարաններ։ Հետևաբար շատերը ունեն հարակից բիզնեսներ, որոնք աշխատեցնում են, որպեսզի շարունակեն տպել գրքեր։ Մեր մասով, քանի որ մենք չունենք տպարան, մեր ֆինանսական մեխանիզմը գոյատևման հետևյալն է, մենք յուրաքանչյուր գրքի համար գտնում ենք հովանավոր, որի տված գումարը որոշակի առումով փոխհատուցում է արտադրական ծախսերը։ Այդ է միակ բանաձևը, որի պատճառով Նյումեգը մինչև հիմա ալիքի վրա է։ Բացի դրանից մենք անընդհատ ստեղծում ենք նոր պրոդուկտներ, նոր ծառայություններ, մասնակցում ենք նոր ծրագրերի։ Օրինակի համար
հավանաբար գիտեք, որ մենք միակ հրատարակչությունն ենք Հայաստանում, որ ունի սեփական փառատոնները։ Եվ ձմռանը ունենք ձմռային փառատոն, ամռանը ամառային փառատոն եւ աշնանը ֆրանկոֆոն գրքերի ֆրանկոֆեստ միջազգային փառատոնը։ Բացի դրանից մենք սկսել ենք ծրագիր մարզային համայնքային գրադարանները համալրելու։ Հայաստանում կա մոտ 380 համայնքային գրադարան, պետությունը պաշտոնապես ֆինանսավորում է ընդամենը 12 մարզային գրադարանները։ Մնացած 360-ը համայնքների վրա են։ Համայնքները կարողանում են այդ գրադարաններին ապահովել հիմնականում միայն աշխատավարձեր տալով անձնակազմին։ Եվ մենք որոշեցինք, որ պետք է օգնենք այդ համայնքներին եւ գնացինք մասնավոր ընկերությունների մոտ, ասացինք, տեսեք, եթե դուք ունեք կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բյուջե եւ այդ բյուջեի շրջանակում մտածում եք ինչ-որ մի բաներ անել, ահա այս գումարի շրջանակում դուք կարող եք մեզնից վերցնել գրքեր, մենք դա կնվիրենք համայնքներին, որոնք դրա կարիքը ունեն։ Այս տարի արդեն 14 համայնքի այդպիսի ծրագրով հովանավորներ են գտել եւ գործընկերներ, որոնք օգնել ենք, համայնքների 90%-ում վերջին անգամ մեծածավալ, իսկ ամեն մի օգնությունը 500 գիրք էր։ Այդ ծավալի գիրք ստացել են 92 թվականին։ Այսինքն 30 տարի դրանք որևէ տեսակի համադրում չէին ունեցել։ Սա շատ բան է փոխում։ Առաջինը ընթերցողները գալիս են գրադարան։ Ընթերցողները սկսում են ընկալել իրենց համայնքը ոչ միայն մի վայր, որտեղ ապրում են, այլև մի վայր, որտեղից կարող են գիտելիք ձեռք բերել։ Երկրորդը գրքերը հասնում են նրանց, ովքեր չեն կարող դա գնել։ Հետևաբար սոցիալապես անապահովներին։ Երրորդ շատ կարևորը այդ համայնքում գրադարանի աշխուժացումը վերում է նաև գրադարանի ներսում բովանդակության քննարկման։ Ստեղծում են գրքային ակումբներ, մարդիկ կիսվում են գրքերով։ Մենք ունենք հրաշալի պատմություններ, ինչպես օրինակ գրեթե համարյա կիսադատար գրադարանները նորից աշխուժացել են, հաճախումները ավելացել են։ Երբեմն հավանաբար գիտեք, որ գրադարաններում գրքերը բաց թողում են 2 շաբաթով։ Ու քանի որ պահանջարկը մեծ եղել մեր գրքերի, իրենք կրճատել են, դարձել են 1 շաբաթ։ Եղել են դեպքեր, երբ որ օրինակ մարդիկ, որոնց երեխաները 2020-ի պատերազմից հետո վերադարձել են տուն եւ ինքնամփոփ են եղել, հատկապես մարզերում չեն շփվել, այդ գրքերի միջոցով այդ երեխաների ռեսոցիալականացումն է սկսվել, երբ որ դուրս է եկել է գրադարան, հետո շփվել է մարդկանց հետ ու աստիճանաբար հաղթահարել է այդ խնդիրները։ Ու քանի որ մենք հատկապես ուշադրություն ենք դարձնում ոչ այնքան մոտիվացիոն, որքան հոգեբանական գրքերին, ապա այդ գրքերը նաև որոշակի առումով ինքնաճանաչողության մի մաս են դարել։ Օրինակի համար մենք անպայման նվիրում ենք Մարմինն ամեն ինչ հիշում է գիրքը, որը հետ տրավմատիկ ստրեսի մասին է։ Ինչպես դու ինքդ քո մեջ հասկանաս, որ այդ ստրեսը կա ու ինչպես դա կառավարես, կամ ամեն ընտանիք իր պատմությունն ունի, այն մասին է, թե ինչպես ընտանիքում հասկանալ եւ սկալ միասին։ Մենք բոլորս կարող ենք մեր տրավմաները տանել կամ հաղթահարել առանձին, բայց ընտանիքի ներսում միասին այդ մասին խոսալը շատ դժվար է։ Հետևաբար սրանք են այն այսպես կոչված օժանդակ եւ նոր ծրագրերը եւ ծառայությունները, որոնք մեզ թողում են իրացնել գրքերը, հնարավորություն ունենալ ստանալ կամ ունենալ ֆինանսական բարձիկներ եւ նաեւ շարունակել։ Ուզում եմ մի հարցով ամփոփել, որը Նյումեգի հետ անմիջական կապ չունի, բայց գրականության ոլորտում Հայաստանում այս վերջին շրջանում բավականին սկանդալային չէ մասի, որովհետև քչերը գիտեն իրադարձության մասին, բայց էլի շատ խնդրահարույց թեմա է, գրեթերթի ֆինանսավորումը դադարեցվել է եւ թերթի ներկայացուցիչները պնդում են, որ դա քաղաքական դիրքորոշման հետևանքով է եղել իրենց քաղաքական։ Կուզեմ այս մասին էլ անդրադառնանք, կարևոր է ընդհանրապես գրեթերթի կարևորության մասին ու հնարավոր համարում եք, որ քաղաքական դիրքորոշման համար արձակագիր օրինակ Գուրգեն Խանջյանի թերթը դադարել են ֆինանսավորել։ Այո, ես համարում եմ, որ դա քաղաքական որոշում էր, ոչ մասնագիտական։ Կարծում եմ, որ Գուրգեն Խանջյանը մեր օրերի ժամանակակից լավագույն արձակագիրն է։ Անկախ նրանից, որ մեր մոտ չի հրատարակվում, ցավոք սրտի, եւ գրեթերթը հսկայական գործ էր անում գրական դաշտի համար, հատկապես երիտասարդների համար, եւ ես չեմ տեսնում այլ պատճառ, քան Գուրգեն Խանջյանի ոչ գրական
հարցազրույցները, որտեղ ինքը շատ հստակ էր, թե ինչ է մտածում մեր օրերի մասին, եղել են պատճառ, որպեսզի գրեթերթի ֆինանսավորումը դադարեցվի։ Սա աննախադեպ երևույթ է Հայաստանի գրական դաշտում։ Ես հենց դադարեցնելը չէ, ընդհանրապես խանգարելը որևէ կերպ։ Որևէ մեկը չի խանգարում, եւ որևէ մեկը գրեթերթին չի փակել։ Ուղղակի պետական ֆինանսավորությունից է։ Նկատի ունեմ, հա, այսպես կոշտ դիրքորոշում որևէ գրողի կամ հրատարակչության հանդեպ նախկինում չի եղել երբևէ։ Ես կարծում եմ, որ միշտ է եղել, բայց ոչ թե կոշտ դիրքորոշում, այլ ֆինանսավորումը միշտ եղել է։ Պատիժ, լավ, այսպես ասած։ Դա պատիժ չի, ուղղակի փողը տալիս են համախոհներին։ ԿԳՄՍ-ն քաղաքականացված կառույց է։ Անկախ նրանից մենք համարում ենք, որ կրթությունը պետք է լինի քաղաքականացված, թե ոչ, դա քաղաքական կառույց է, որտեղ իշխանության քաղաքական ուղերձների համար տրվում են դրամաշնորհները այն գրական միավորումներին, որոնք արտացոլում են այդ քաղաքական ուղերձները։ Հետևաբար դրա մեջ որևէ տրամաբանություն չկա։ Արդյոք կարող են տալ գրեթերթին, որովհետև Հայաստանը ժողովրդավարական երկիր է եւ պետք է ապահովի իշխանությունը նաեւ բազմակարծություն, այո, կարող են, բայց դա իրենց պարտականությունը չէ, դա իրենց իրավունքն է։ Հետևաբար ես շատ ցավում եմ, մենք կապի մեջ ենք գրեթերթի խմբագրակազմի հետ, կփորձենք իրենց օգնել, բայց մյուս կողմից ես չի ուզենա, որ մենք ավելի սրենք։ Ոչ թե ավելի սրենք, այլ ավելի դրամատիզացնենք մի բան։ Այո, Գուրգեն Խանջյանը մեր լավագույն գրողն է, որը նաև անդիմադիր է այս իշխանությանը, եւ այդ պատճառով ԿԳՄՍ-ն կայացրել է քաղաքական որոշում դադարեցնելու ֆինանսավորումը։ Դա վատ է շատ։ Բայց եղել են նաև օրինակներ, երբ որևէ գիրք գրախանութից հանվել է ընդհանրապես կամ գրախանութն հրաժարվել է ներկայացնել այդ գիրքը ժամանակին, թե համեմատելու չեն մասշտաբները։ Ես անկեղծ ասած հրատարակչական ոլորտին հետևում եմ վերջին 7 տարում, այն պահից սկսած, որ ես եմ մասնակցել, հետևաբար ես չեմ կարող ասել 30 տարվա կտրվածքով արդյոք այդպիսի դեպքեր եղել են, թե ոչ, ինձ դժվար է։ Բայց ես համարում եմ, որ ընդհանուր առմամբ մեր հրատարակչական դաշտում չկա գրաքննություն, ով ինչ ցանկանում նա տպում է։ Այդ իմաստով հրատարակչական ոլորտը բավականաչափ լիբերալ է եւ ազատ։ Եվ հետո Երանի այնպիսի մի սկանդալային գիրք լիներ, որ գրախանութները չվերցնեին։ Ճիշտ հակառակը։ Բայց եղել է այդպիսինը։ Ես չեմ հիշում անկեղծ։ Հովհաննես Իշխանյանի բանակի մասին գիրքը հնարավոր է, այո, միակ բանը, որ ես հիշում եմ, Հովհաննեսի գիրքն էր, որ եթե չեմ սխալվում, բայց ես կարծում եմ, որ դրանից հետո գրախանութները նույնպես իրենց հետևությունը արեցին, եւ չի եղել դեպք, երբ որ գրախանութները շատ քիչ հազադեպ դեպքեր են եղել, որ չեն վերցրել գիրքը։ Ես հիշում եմ օրինակ, երբ որ Ռոբերտ Քոչարյանի կենսագրականը դուրս եկավ եւ բուկինիստը հայտարարեց, որ դա վաճառելու է, շատ այսպես կոչված մարդիկ հիասթափություն արտահայտեցին, սկսում էին բոյկոտել, բայց Բուկինեսը վաճառեց գրքերը եւ գիրքը դարձավ բեսթսելեր։ Հետեւաբար այդ իմաստով մեր գրախանութները բավականաչափ պրոֆեսիոնալ են իրենց դրսևորում։ Շնորհակալություն զրույցի համար եւ հուսով եմ, որ հաջողություն կունենա ակումբը գրական Signature Club-ը եւ ենթադրում եմ, որ որոշակի տեղեկություն մենք էլ կստանանք, թե ինչ է կատարվում ակումբի ներսում, կարծիքներ կլինեն նաև, սա հարց չի, ես ուղղակի ամփոփում եմ։ Շատ շնորհակալ եմ, մենք շատ ողջավորված ենք իրականում ակումբով, որովհետև մենք համարում ենք, որ եկել է այսպես կոչված փոքր համայնքների ժամանակը, որտեղ մարդիկ իրենց ապահով կզգան խոսելու, քննարկելու, կիսվելու, եւ եթե դրա առանցքը գիրքն է, ապա այդ զրույցները ուղղակի ժամավաճառություն չեն լինի, այլ իրական բովանդակություն կլինի։ Մենք նաև հուսով ենք, որ այս նախաձեռնությունը, որը որ մենք նախագծել ենք 1 տարի, ավելի երկարատև կլինի եւ ավելի բազմամարդ ընթացքում, հաշվի առնելով որոշակի սկեպսիսը, որ կա մեր հասարակությունում, ես ենթադրում եմ, որ շատերը կցանկանան մասնակցել, երբ որ արդեն ակումբը գործի եւ առաջի արդյունքները տեսնեն։ Հետեւաբար ամեն ինչ կախված կլինի նաև հենց Նյումեգից, թե որքան պրոֆեսիոնալ, բարեխիղճ եւ հետաքրքիր
կարողանա կազմակերպել ակումբի աշխատանքները եւ հետո արդեն մենք կհասկանանք թե ինչպես ռեպլիկացնել այդ ակումբը, ինչպես մեծացնել կամ գուցե ինչ որ շերտեր ավելացնել։ Հիմա արդեն կան քննարկումներ, օրինակ մեզ դիմել են, որ ստեղծել երկրորդ տեսակի ակումբ գործարարների համար, որտեղ հենց գործարար բովանդակություն կլինի եւ բիզնես եւ ու ֆինանսական գրականություն կլինի։ Դեռ վաղ է դրա մասին խոսելը, բայց ես կարծում եմ, որ հիմա այս պահին ամենագլխավորը հետեւյալն է, եկեք մի քիչ կտրվենք աղմուկից, մի քիչ կտրվենք ամենօրյա ստրեսից եւ փորձենք ունենալ իմաստալից խելամիտ եւ լրջմիտ զրույցներ։ Հենց հաջողվի ձեզ իմաստ կտամ։ Շնորհակալություն շատ զրույցի համար։ Civilnet podcast-ում Արտակ Ալեքսանյանն էր, կհանդիպենք։